Բարի օր սիրելի հեռուստադիտող։ Այսօր պատրաստելու ենք ձագակղամբով շատ համեղ նախուտեստ, որը սկզբում մի տետև խաշելու ենք, հետո համեմունքներ ենք ավելացնելու, ուղարկելու ենք չերոց ու հետո մի հատ հետաքրքիր սոս ենք պատրաստելու, վրան գցելու ենք ու ուտելու ենք։ Այնքան համով, այնքան հեշտ է պատրաստվում, որ ասում եք ձագակղամբ լավ որ գաս։ Այսօր պատրաստելու ենք ձագակղամբով շատ համով նախուտեստ։ Մեզ հարկավոր է 1 գլուխ ձագակղամբ, մի հատ լոլիկ, մի հատ լիմոն, մի քանի հատ կանաչ սոխ, կես բաժակ տահին, 2 գդալ թթվասեր, 3 բջեղ սխտոր, extra virgin սիրաբդղի ցետ, համեմունքներից մեզ պետք է աղ, սև բողբեղ, կարմիր բողբեղ պապրիկա եւ կիմիոն։ Այստեղ ոնց տեսնում եք ունենք ձագակղամբ, որը մի քիչ կդրատելու ենք, մանր անենք, որպեսզի ավելի հեշտ լինի, կարող ենք այս թանագով օգտագործել, սկզբում այս մասը պետք է հանեմ, որ ավելի հեշտ լինի, ու հետո արդեն այսպես կդրատելու ենք ու մեկ-մեկ դուրս ենք հանելու։ Մի թեթև սենց ցերկով էլ կարող ենք կտրել։ Իմիջայլոց ես ձագակղամբը մեկ-մեկ մեր դունը թնում եմ ձագակղամբ եւ բրոկոլի, առանց ոչ խաշելու, ոչ անելու, հում թնում եմ եւ սոս ռոզ եմ պատրաստում երեխեքին, ու իրանք տենց սնեքինգի թայմը, այսինքն ստակ ուտելու ժամը, իրենք ուտում են տենց թաթախելով։ Այնքան համով է իրականում ձագակղամբը ռո, այսինքն հում վիճակով դուք չեք պատկերացնի, այդ սոս ռոզը մի քիչ գծու եմ անում, այնքան համով է ստացվում։ Մեկ-մեկ քանի որ շատ են ինձ հարցնում, բայց ձագակղամբը շատ չենք կարողանում օգտագործենք, որտեղ կարող ենք օգտագործել եւ այլն, իրենց այդ միտքեր եմ տալիս։ Ահա։ Okay։ Թնում ենք ջուրի մեջ։ Մեկ է ցենց ենք անում ու սպասում ենք։ Մոտավոր 10 րոպե խաշում ենք ու արդեն հանում ենք։ Բերում եմ այսպիսի ափսե կամ բնակ կամ թաս։ Պատրաստում եմ, որպեսզի ավելացնեմ։ Բոլորը հանում ենք ջրից, որպեսզի համեմունքը ավելացնենք։ Իր գլխավոր համեմունքներից առաջինն է կիմիոնը այստեղ։ Ունենք այստեղ կիմիոնը, աղը, պապրիկան եւ սև բողբեղը։ Բայց գլխավորը կիմիոնն է։ Ուրեմն սկզբում աղն ենք ավելացնում։ Մի հատ տապ ենք տալիս։ Մի հատ տապ ենք տալիս, պապրիկան, նորեն տապ ենք տալիս, սև բողբեղը քիչ, ուղղակի, նորեն տապ ենք տալիս, եւ կիմոն։ Մի հատ տապ տանք ու հետո ավելացնենք։ Վաու, հոդը։ Արդեն մեր ձագակղամբը գրեթե պատրաստ է, որպեսզի չերոց ուղարկենք։ Ուրեմն, բերում ենք այսպիսի պայրեքս կամ թափանցիկ չերոցի համար հատուկ նախատեսված բնակ, մի քիչ ցիտապտրից հետ,
ու ավելացնում ենք ծաղկակամպը։ Մի քիչ ուղում ենք ու արդեն ուղարկում ենք չերոց, բայց մի թեթև իր վրան էլ ցիտապտղից հետ պետք է տնենք։ Հիմա ուղարկում ենք չերոց, որպեսզի պատրաստենք սոուսը։ Դե ինձ սիրելիներս, սպասելու ենք մի 20-30 րոպե, որպեսզի եփվին մեր ծաղկակամապները, այսինքն որ դառնան ոսկեգույն, դենց ծայրերը մի քիչ սկսի սևանալ, արդեն ինքը լավ քրիսպի եւ համով եւ եփած է դառնում, ու մենք արդեն հիմա պետք է պատրաստենք սոսը։ Սոսը պատրաստելուց հետո կտրատելու ենք մի քանի բան, որպեսզի վերջնական, երբ որ ունենանք այդ ամեն ինչը, վրաները ցանենք։ Այսպեսի մի հատ աման ենք փերում, մի հատ գթալ։ Ավելացնում եմ տահինը, հետո թթվասերը, ավելացնում եմ լիմոնի հյութ, լիմոնի հյութ, մոտավոր կես հատ լիմոնի հյութ, ինքը պետք է տահինի սոսը լինի լիմոնը մի քիչ հստակ եւ սխտորը, ու մնացածը արդեն աղն է, իսկ մածունի տեսակ անպայման ավելացնում ենք, կարող եք կամ քամած մածուն կամ թթվասեր, որով ինքը տահինը դենց ավելի կոմֆորտ է դարձնում։ Ավելացում ենք աղը, սխտորը պետքա ջզմենք։ Էսի մեր լիլոյին սիրած սխտորի ջզմիչն է։ Ավելացնում եմ եւ շարունակում եմ։ Հիմա կամած խառնում ենք։ Հիմա մի քիչ ավելացնելու ենք ջուր, որպեսզի սոսը բացենք ու խառնենք։ Արդեն տեսնում եք, տահինը պատրաստ է գրեթե, ավելացրել ենք լիմոնի հյութը, թթվասերը մի քիչ ջուրով բացել ենք ու արդեն հանգիստ ինքը միահապաղ սոս է դարձել։ Իրականում տահինը շուկայում մեկ-մեկ լինում է, որ ավելի ամուր է լինում, երբ որ ավելի ամուր է լինում, մի քիչ ավելի հոգնում եք, բայց եթե փափուկ է, այսինքն սենց պետք է դարձնեք ու ինքը արդեն ծոր է։ Սո այսօրվանը մեր մի քիչ ամուր էր։ Մեր սոսը պատրաստ է, կարող ենք անցնել հաջորդին։ Ծաղկակամապը արդեն չերոցում է, գրեթե գեշ ճանապարհը անցել է, այսինքն կարող ենք լոլիկները կտրատել։ Ուրեմն լոլիկները շատ մանր պետք է կտրատենք, դրա համար կարող ենք կիսալուսինը սկզբում կտրել, ու հետո շատ փարակ քարագուսիների վերածել։ Ես իրա վրա ավելացնելու եմ լոլիկ, կանաց սոխ։ Կարող եք դուք ազատ քեղ մաղդանոս կամ ինչ-որ թթուի տեսակել, եթե կուզենաք, կարող եք ավելացնել։ Այսպես փարակ շերտերի ենք վերածելու ու բզդիկ քարագուսիների վերածենք։ Այսպես։
Անշուշտ, եթե կանաչ համեմ էլ կուզեք, կարող եք կանաչ համեմ էլ ավելացնել, խնդիր չէ։ Գիտեմ, որ Հայաստանում կանաչ համեմը շատ են սիրում ու ամենտեղ ավելացնում են։ Չնայած ես դենց չէ որ չեմ սիրում, բայց ամենտեղ չեմ սիրում իրեն, քան որ ինքը շատ ուժեղ համ ունի իմ համար։ Ու ինքը մեկ-մեկ փակում է այդ մթերքի համը։ Դրա համար սազող դեղերն եմ միան օգտագործում։ Ու քանի որ Հայաստանում շատ տեսակ կանաչի գա այլևս, մենք պետքա ավելի բազմազան օգտագործենք խոհանոցներում։ Առաջվա օրերը դենց սովետական վիճակով որ մնացել է մեզի միան կանաչի ունեինք համեմը, հիմա արդեն ունենք 8-ից 10 տեսակ կանաչի, կարող ենք ամեն անգամ մի տեսակ օգտագործել ճաշերին։ Դրա էդի մեր հայրենիքի փառքն է, չի կարելի չվայելել։ Կանաչ սոխն էլ կտրատենք։ Մանր կտրատում ենք կանաչ սոխը։ Արդեն լավ է։ Այս էլ վերջ։ Okay։ Իսկ մեկ-մեկ լինում է որ այս ծաղկակաղամբը եթե հյուրեր եմ ունենում, ուզում եմ ավելի սենց պրեզենտաբլ կամ ներկայանալի տեսք ունենա, ընդհանրապես մեծ ծաղկակաղամբ եմ վերցնում ու մի հատ նորեն խաշում եմ, բայց մի քիչ ավելի եմ խաշում ու հետո երբ որ ուղարկում եմ չերոց, ներքևի մասն եմ դնում ու այդ ամեն սոսը իր վրա ավելացնում եմ ու չերոցում մնում է։ Ու երբ որ դուրս է գալիս, սեղանի վրա սենց ոնց որ հնդկահավ լինի, տենց եմ մատուցում, սոսը վրան թափած, խենթանալիք, անուշիկ եւ համով լինում։ Էդ էլա ցես այսօր այդիա տվեմ։ Դա էլ ցես խորուրդ, որ այս նույն բաղադրատոմսը ինչ ցեվով կարող եք մատուցել ուրիշ։ Դե ինձ սիրելիներս, մեր ծաղկակաղամբները արդեն խնդում են եւ կանչում են մեզ, գնում ենք վերցնենք եւ բերենք չերոցից, որպեսզի տեսնեք ինչ վիճակ է։ Որ տեսնեք կամ որ ըսկակ հոդը, oh my god։ Սակ, մի հատ մոտիկ են Ինչ ենք անում։ Անուշիկ ցևով այս մեր ծաղկակաղամբները վերցնում ենք ու շարում ենք մեր ափսեի վրա։ Այսպես։ Դուք ոնց կուզեք կարող եք շարել, կարևորը ձեր սիրտը ոնց ուզե, այսինքն հատուկ ինչ որ սահմանափակում չկա ոնց շարեք։ Կարող եք մեծից սկսել ու թեպի փոքրեր գնալ, որ ավելի սիմետրիկ լինի։ Ես սիրում եմ սիմետրիկ, վստահ ինձ նայողներն էլ սիրում են սիմետրիկ։ Հետո փոքրիկներն ենք շարում։ Տենց դրսի մասով։ Ու իրականում ես այդ փոքրիկներն եմ ամենաշատ սիրում, քան որ իրենք ավելի են վարվում, ու ես սենց վարած ուտելիքներ ավելի եմ սիրում։ Փոքրեինք ասում էին, որ վարված ուտելիք ես ուտում, փողը շատանում է, ես չգիտեմ էդի իրական է կամ իրական չէ, մասնավոր էին ասում։ Բայց մեգա չեք վնասի, կարակ փորձեք ուտել այրած։ Եվ համովա Եվ կավելանա ձեր փողը։ Այս փոքր մասերն էլ կթնենք այսպես։ Հիմա դուք մոտավոր տեսակ մեկ ծաղկակաղամբով մենք ինչ ստացանք։ Այսինքն աչքի չափով կարող եք հաշվել ձեր ընտանիքի համար ինչպես անել։ Հիմա ինչ ենք անում ամենահետաքրքիր մասը։ Ես սիրում եմ այս մասը։ Դե սոսը արդեն պատրաստ է, գիտեք։ Okay։ Հիմա ավելացում ենք մեր մանրացած լոլիկները, մի քիչ կույն ենք տալիս։
Իրականում այս ճաշը vegetarian եւ vegan-ների համար էլ է շատ լավ, չնայած vegan-ը ասում եմ, քան որ թթվասեր օգտագործել են, կարող եք եւ թթվասեր չօգտագործել, միան տահինի սոսը առանց թթվասերի dairy product-ի անել, այսինքն առանց կատնամթերքի, կդառնա ինքը եւ vegan, բայց vegetarian է ու ինքը հագեցնող vegetarian է, այսինքն բուսակերների համար հետաքրքիր ու շատ համով տարբերակ։ Կանացողը տեսար գնաց իշտե, կանացող, հա։ Կանացողը առանց սակոյ դրի։ Չէ ուզում մի հատկաս։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր ուտելիքը պատրաստ է, նկարել ենք, որպեսզի ինտերնետում գցենք, մեր Facebook-յան եւ Instagram էջում, համի գախնիկ եւ փորձում ենք։ Մի քիչ բզդի գնեմ, որպեսզի կարողանամ ուտել մի հատ սոսից, oh my god։ Հալվա եղել է։ Շատ համով։ Շատ համով, իրական գսեմ։ Ծաղկակաղամ սիրողը եւ չսիրողը էսի պետք է ուտի։ Այդ համով համեմունքները, որ օգտագործել էինք մարանիգից, մանավանդ քիմոնը շատ հետաքրքիր համատապել իրեն, մդել է ջերոցելելա ու իրա վրա այդ տահինի սոսը ամբողջական համովություն։ Անպայման կպատրաստեք, չեք մոռանա ինձ գրեք, ինչքան եք հավանել եւ չմոռանաք ամեն օր մեզ նայել նույն ժամին Կետրոն TV-ի եթերում։ Բարյա խոժակ, ցտեսիա։